Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարին հյուրընկալել եմ իրավապաշտպան Նարե Արամյանին։ Բարև ձեզ։ Տիկին Արամյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ ինչպես միշտ շնորհակալ, կարևոր թեմաներն անդրադառնալու։ Տիկին Արամյան, հատուկ հարցեր չեմ պատրաստել, որտեվ ուզում եմ խոսենք եւ զրույցի ընթացքում վերհանենք մնացած բոլոր հարցերը, ինչ որ մեզ անհանգստացնում է թեման, որի մասին ուզում եմ խոսենք, դա երեխաների եւ անչափահասների անվտանգության հարցն է, կրկին այն հարցը, որի մասին մենք խոսում ենք, երբեմն դպրոցների հետ կապված, երբեմն փողոցում, բակերում ինչ է կատարվում, բայց այս հաղորդման առիթը դարձավ փոքրիկ Տիգրանը, 3-ամյա, որ շատ հարցեր նորից վեր բարձրացվեցին եւ թվում է թե եթե չենք խոսում ինչ որտեղ կարգավորված են այդ խնդիրները, եթե խոսում ենք չեն կարգավորվում, ապա որն է պատճառը։ Հիմա ինչու հենց Տիգրանի դեպքը վերցնենք, որտեղ մեկ Տիգրան էլ մենք ունեցանք ցավոք մի քանի ամիս առաջ, նորից գյուղական համայնքներում եւ հասկանանք արդյոք այստեղ միայն պետության բաց թողումն է եւ իր պարտականությունները չի կատարում, թե համայնքը եւ ընտանիքն էլ ունի իր պարտականությունները, որոնք չեն արվում։ Որքան դաժան է մեր իրականությունը, որի նկատմամբ մենք կարծես թե չունենք որևէ վերահսկողություն։ Բայց խնդիրը նրանում է, որ մենք նաև բազմիցս քննարկել ենք, որ մենք չունենք նաև վերահսկողություն այն ոլորտներում, որտեղ որ մենք պարտավոր ենք ունենալ առնվազն տարրական կանոնակարգեր եւ հետեւել դրանց։ Այն ամենը, ինչ մեզանում հիմա ընդունված է համարել որպես ողբերգություն, դժբախտ պատահար եւ այլն, դրանց առնվազն 80%-ը հնարավոր է կանխարգելել, հնարավոր է խուսափել այդպիսի իրավիճակներից։ Սա է, որ մենք մինչ օրս չենք պատկերացնում եւ այդ ուղղությամբ որևէ քայլ չենք անում։ Տեսեք այսօր քանի հրապարակում, քանի քննարկում, քանի քննադատություն կամ քանի գործողության առաջարկ ենք տեսել մենք այս թեմայով։ Չէ՞ որ բոլորն այդքան այո սևեռված են եւ արդարացիորեն վրթովված, պես տեսեք ինչքան արագ է հենց նույն տեղեկատվական դաշտում այս ամենը անցնում եւ ամեն դեպքը մեկ քանի անգամ ենք մենք հանդիպել, միևնույն է որքան լսվում է մարդիկ միևնույն է դառնում են կրկին անտարբեր։ Դա ընդհանուր առմամբ իհարկե հասարակության անտարբերությունն է։ Բայց թողնենք մի կողմ թե բարոյական, թե մարդկային, թե անգամ ապրումակցման ունակությունները։ Խոսենք զուտ կարգ ու կանոնից, այսինքն այն օրենքներից, որոնք պետք է խստացվեն եւ մինչ օրս չեն արվում, այն կանոններից, որոնք պետք է սահմանվեն եւ մինչ օրս չեն սահմանվում, եւ բնականաբար ամենաբազմաչարչար պատկան մարմինների ուղիղ գործառույթներից, որոնք նրանք չեն կատարում։ Եվ սկսած իրավապահներից եւ իրավացի եք ասում միջև համայնք որևէ գործողություն չի արվում, որպեսզի նման դեպքերից մենք ուղղակի խույս տանք։ Առավել նշեմ, որ հանրային հեռուստաընկերություններ նման քննարկում հենց փոքրիկ Տիգրանի հետ կապված արեց եւ պատկան մարմիններին ոստիկանություն նույնիսկ միջև այդ տեսչության մարմինով պետք է զբաղվեր եւ այլն բոլորին հավաքել էր մի կլոր սեղանի շուրջ եւ տպավորությունը այնպեսին է, որ ասվում էր բաներ, որ մենք գիտենք եւ տպավորությունը այնպեսին է, որ կարծես թե արվել է ամեն ինչ։ Տեսնում եք նախ արդեն վատ է, որ նման աշխատանքային խմբի հավաքման կոչ անում է ԶԼՄ-ն։ Քաղաքացի, եթե դիտում եմ, ես նկատի ունեմ ոչ թե հաղորդման ինքը ձևաչափը բավականին շատ հրաշալի էր եւ պետք է նման, բայց այն հարցերի պատասխանները, որ տրվում էին, ինձ որպես շարքային քաղաքացի չի գոհացնում, ինչու, որովհետեւ դեպքերը կրկնվում են։ Գիտեք դուք ասում եք շարքային քաղաքացի, բայց որքան դուք իրազեկված եք, որպես նույնպես զանգվածային լրատվամիջոցի ներկայացուցիչ, եւ ինչու է այսօր հարթակը ստեղծում զանգվածային լրատվամիջոցը, առնվազն գոնե որպեսզի հասարակությունը տեղյակ լինի եւ գոնե կարծես թե տպավորություն ստեղծվի, որ նրանք ովքեր պատասխանատու են նման իրավիճակների կարգավորման եւ կանխարգելման, վերահսկման եւ պատասխանատվության կանչելու համար, իրենց տեղում են եւ անում են իրենց աշխատանքը։ Այդպիսի պատասխանները չեն կարող գոհացնել անգամ այն քաղաքացիներին, այն մարդկանց, ովքեր ոչինչ չեն հասկանում։ Գիտեք ինչու, որովհետեւ արդյունքում པարզ չի ով է պատասխան տալու եւ ինչ պետք է մենք անենք, որպեսզի այդպիսի դեպքերը չկրկնվեն։ Չէ որ մեր խնդիրը այն չէ, որ տեսեք ինչ եղավ մի հետաքրքիր միջոցառում, ոչ, սա ուղիղ անվտանգության խնդիր է, ընդ որում անվտանգությանը լայն իմաստով միջավայրից միջև ազգային, անձից միջև խումբ, սա չափազանց սարսափել է, եթե անգամ մենք վերանանք, իսկ շատ դժվար է վերանալ, եկեք պատկերացնենք 3 տարեկան երեխան,
իրպես էլի մանկահասակ փոքր երեխայի ուղղ այդ ամբողջ իրավիճակը եկեք պատկերացնենք, հասկանանք, պատկերացրեք, եթե անգամ մեզ է դրա 10%-ը տեղի ունենա, չէ որ վերջապես տեղի ունեցե, ախր վրա է հասել մահ արդյունքում։ Միթե մենք չենք հասկանում, թե սա ինչ աստիճանի լուրջ է, եւ չենք պատկերացնում, որ ոչ մի գործողություն, որոնք կկանխեին այսպիսի իրավիճակը, չի կատարվել։ Եվ այո, առաջին հերթին համայնքի կողմից։ Մի կողմից մենք պետք է փորձենք պաշտպանել համայնքը, որովհետև ինչ լիազորություններ ունեն նրանք եւ ինչ գործողություն կարող են անել, ինչպես ասենք այսպես կիսավոստիկանություն, որպես ինչ որ սոցիալական ծառայություն, որոնք չեն արել։ Մանկապարտեզից երեխային կարող են թույլ չտալ, որ եղբոր հետ դուրս գա եւ հասնի տուն։ Ոչ միայն կարող են, այլ իրավունք չունեն թույլ տալու, հաշվի առնելով որպեսզի երեխան մայրը տանը չի եւ այլն։ Ոչ մի բան չեն կարող հաշվի առնել, չկա այդպիսի պայմաններ, որտեղ մի երեխան մյուս երեխային կարող է մանկապարտեզից անգամ տանել դիմացի փոքրիկ տունը։ Բայց եկեք խոստանանք, որ գյուղերում նման բաների վրա շատ ժամանակ ուշադրություն չեն դարձնում, որովհետև համայնքը բոլորին ճանաչում է, բոլորը գիտենում երեխան է։ Կարելի է պատկերացնել, թե իբրև քաղաքում են պատկերացնում, բայց ոչ։ Նայում քաղաքում նույնպես չկան այդ նվազագույն պատկերացումները։ Եվ գիտեք, եւ մարդիկ չունեն պատկերացումներ, այդ թվում եւ հիգիենայի մասին, շատ խնդիրների մասին մարդիկ պատկերացում չունեն, բայց չի նշանակում։ Բոլորս էլ տեսանք լրատվամիջոցները լուսաբանելու ժամանակ եւ տունն էին ապրուստը եւ հնարավորությունները եւ ցավալի է, որ նշում էին, որ երեխաները կուշտ են եղել, երեխաները մաքուր են եղել, երեխաները Իսկ ինչ է կենթայիների նման ախորում են երեխաները, ինչ են շփում կուշտ են եղել կամ եղել են ծառավ չեն եղել։ Օգնություններ են հասել, ընդ որում այդ եթե չեմ սխալվում, հանրային այդ քննարկման ժամանակ խոսում էր, որ նրանք մոտավորապես 180,000 դրամի շրջանակներում միշտ օգնություններ են ստացել, բայց ինչը պետք է սովորական լինի եւ դա չէ որ բավարարշեմն է։ Կար, որ այդ ինչ օգնությունների մասին է, երբ որ երեխաները միշտ գրեթե քաղցած են եղել կամ մաքուր հագնված դպրոց են գնացել։ Սրանք են կարևորագույն, մենք պետք է գոնե բացատրենք այդ մարդկանց, որ անգամ կուշտ երեխաների հետ կարող է նման բաներ տեղի ունենան։ Եվ երբ մեզ զանում երեխաների անվտանգությունը սահմանափակվում է նրանց կերած, քնած կամ հագած լինելու ինչ որ չափանիշներով, դա արդեն ցույց է տալիս, թե ինչ վիճակում ենք մենք։ Բայց ինչ վիճակում ենք մենք որպես հասարակություն, դա հասարակության խնդիրը չէ, այլ պետության, ով պատասխանատու է այդ հասարակության անվտանգության համար։ Եվ այո, սկսած մանկական օրինակ սովորական հիվանդությունների մասին իրազեկումից միջև անմիջապես կենցաղում անվտանգության ապահովում մեր ընտանիքներում չկա որևէ պատկերացում եւ ով պետք է նման ընտանիքներին ուտելիք հասցնելուց բացի զատ, որովհետեւ դա նվազագույնն է, որ պետք է ապահովի, բացատրի նաեւ ծնողավարություն, ով պետք է աշխատի այդ ծնողների հետ կամ գոնե գտնվի այդ մթնոլորտում հասկանալու համար արդյոք իրոք երեխաները գտնվում են անվտանգ միջավայրում Առավոտյան արթնանում են գիշերը մեր հասկացած անվտանգ միջավայրը եւ նրանց հասկացած պատկերացրած այդ ընտանիքների անվտանգ միջավայրը նույնն է, թե դրանք տարբեր են։ Դրանք կտրականորեն տարբեր են, որովհետև այն միջավայրը, որը նրանք են պատկերացնում, ոչ միայն անվտանգության հետ ընդհանուր ոչինչ չունի, դա չունի ընդհանուր ոչինչ քաղաքակրթության հետ։ Իսկ մենք ապրում ենք քաղաքային եւ գյուղական համայնքներում եւ այնպիսի հասարակություն ենք, որը այդպիսի կանոնները, ինչպիսին է քաղաքակրթության նվազագույն նորմերը, ճանաչում է։ Եվ եթե մենք այսօր տեսնում ենք վայրենացած վիճակ կամ տեսնում ենք վիճակ, որը որ բացարձակ մարդուն հատակից ներքև է ավելի մղում, դա որևէ կերպ ընկալելի, ընդունելի եւ արդարացնել ուղղակի կուշտ լինելով չի կարող, որովհետև դա միայն 1%-ն է այն ամենի, ինչ անհրաժեշտ է ընդհանուր առմամբ այդպիսի ընտանիքներին, եւ միանշանակ ոչ մեկին լավություն չեն անում եւ ապահովում են նրանց դրամական միջոցները կամ կուշտ կամ հագնված լինելը, որտեղ է մնում նույն մաքրության խնդիրը, որտեղ է մնում երեխաների զարգացման խնդիրը, երեխաների նվազագույն երեխաներ են արդեն աղջիկը 12 տարեկան Եվ գիտեք, երբ դուք սա ասում եք, ես հիշում էի միանգամից խաշտարակի դեպքը, երբ մենք էլի նորից անդրադարձել ենք, վրդովված խոսում,
եւ ինչ փոխվեց այդ օրվանից մինչ օրս, որpիսի այս դեպքը չլիներ։ Ով է ասել, որ նման դեպքերում շատ հաճախ հենց հարազատները եւ ընտանիքի այլ անդամներ չեն լինում մեղավոր նման գործողությունների մեջ։ Պապիկներ, մայրներ երեխաներին միշտ այստեղ էլ հորը փաստորեն Եվ ամենասարսափելին այն է, որ այո, մենք միանգամից գտնում ենք այդ մեղավորին, բարձրացնում ենք ոչ պախարակման, այլ պատժի սյունը եւ անցանք առաջ։ Սա խնդիր է շատ մեծ։ Եթե մենք այսօր ընտանիքում բռնության խնդիրներով չզբաղվենք եւ ոչ ոք չի կարող համոզել, որ այդպիսի ընտանիքներում, որտեղ նման դեպքեր կարող լինել, դա եզակի դեպքեր են միանգամից մահվան ելքով, իհարկե ոչ։ Բռնություն ասելով այստեղ մեզ լսողներն էլ անմիջապես կարծես թե ասոցացվում է այդ ձեռք բարձրացնելու երեխաներին ցավեցնելու այդ բռնության մեջ մտնում է եւ երեխաների հոգեբանական վիճակը, երեխաների բռնության մեջ կարող է մտնել նաև կրթությունը, եթե երեխաները փաստորեն չեն կարողանում նորմալ հաճախել, դա էլ է բռնություն։ Միանշանակ իրավացեք, ավելին ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ երեխան չի կարողանում հոգեբանորեն անգամ ֆիզիկապես գտնվել այդ տան մեջ, այսինքն ստիպված գյուղական համայնքում լինելու, նույնիսկ նրա քնելու տեղը, եթե հարմար չէ, այո, երեխան դառնում է թափառող, նա ուզում է շրջել տարբեր տեղերում, լինում է կամ չի լինում հարևանների տներում, հաճախում է կամ չի հաճախում մանկապարտեզ ու դպրոց եւ այսպես շարունակ, եւ եթե դրսից էլ այդպիսի ազդակներ են լինում կամ լինում է նման իրավիճակ, այդպիսի երեխաները ամենախոցելին են եւ միանշանակ իրենց կյանքը ունենում է այնպիսի դաժան պատկեր, ինչպեսին մենք ունենք այսօր։ Մենք հիմա այս ընտանիքի վրա ենք, որտեղ ամեն դեպքի ժամանակ ենք մենք հանդիպում եւ փորձում ենք այդ ընտանիքի այդ դեպքի շրջանակներում քննարկել խնդիրները, որտեղ ինչպես դուք եք ասում եւ ես եմ նկատում, կրկնվում են դեպքերը։ Երեխաները փաստորեն խաղացել են տնից բավականին հեռու կամրջի տակ։ Այսինքն արդեն ինքը տեղը խոսում է այն մասին, եղբայրներից մեկը ոչ լսել է, ոչ խոսել է, այսինքն եթե նույնիսկ մի վտանգ լինի, եղբայրը չի կարող բարձրաձայն ինչ-որ օգնության կանչել, եթե ինչ-որ մի ազդանշան լինի, չի լսում, որպեսզի փոքրիկին կարողանար այդ ամեն ինչից փաստորեն զերծ պահել։ Բայց շատ ավելի վատ, իսկ ով է ասել, որ այդպիսի նույն վտանգը չէր լինի հակառակ դեպքում, այսինքն իբրև թե մեծ, բայց նույնպիսի մանկահասակ երեխայի հետ չէր լինի եւ արդյունքում երկու հոգի չէին ունենա նույն ճակատագիրը, որովհետև եթե մենք տվյալ դեպքում խոսում ենք մեկ այլ մարդու կողմից վնասին, մեր խնդիր է, իսկ միջավայրում անվտանգության հաշվի առնելով թե ինչպիսի վտանգներ կան ոչ միայն քաղաքական, այլ նաև գյուղական համայնքներում, եւ եթե միասին այցելենք տարբեր անգամ Երևանին մոտ գտնվող գյուղական համայնքներ, մենք կտեսնենք թե ինչպիսի բացարձակ բարձիթողի վիճակում են երեխաները, ինչպես չկա որևէ նախագիծ նրանց տարական մանկապարտեզ տանելու տուն վերադարձնելու, դպրոց գնալու ետ գալու ճանապարհների հետ կապված, տարական։ Գուցե իրոք ժամանակին մեր գյուղերը անվտանգ են եղել, համայնքները անվտանգ են եղել եւ ինչպես հաղորդման սկզբում ասացինք, համայնքին իր մասնակցություն ունեցել այդ երեխաների ներկայության, խաղի։ Մի խոսքով, մեկի տատիկը եթե տեսել է մյուսի թորնիկ ինչ-որ կամ վտանգի մեջ է կամ վատ քայլ է անում, կարողացել է շտկել, ասել, խոսել, հիմա շատ բան է փոխվել, գյուղերն էլ են դատարկվել, մենք կարող ենք ասել, որ դատարկ գյուղերում է այս դեպքերը տեղի ունենում։ Եվ ինչու է այդպես, այո, որովհետև երբ նոսր է բնակչությունը եւ ամեն մեկը մի ծայրին կարող է բնակվել, այնուամենայնիվ, որքան էլ փոքր լինի գյուղը, այդպիսի իրավիճակները շատ ավելի վտանգավոր են։ Ավելին, չէ՞ որ մենք պետք է պատկերացնենք, որ ինչով է պայմանավորված մեր հետամնացությունը, որովհետև մենք չենք կարողանում ժամանակին համընթաց լինել։ Այսօրվա մարտահրավերները մեզ համար թվում են ինչ-որ այլ մոլորակային շատ հեռու ապագայում, ոչ, դրանք այսօր են, բայց մենք այնքան չենք կարողացել ապահովել զարգացում, որ չենք կարողանում դիմակայել տարական երևույթներին։ Ինձ ինչ-որ մեկը կարող է արդյոք համոզել, որ եթե մշտադիտարկման կամ ուղեկցման որևէ աշխատանք արվեր նման ընտանիքի հետ նախորոք չէր բացահայտվի այդպիսի իրավիճակը, ոչ, չենք կարող համոզել։ Եվ դրանից հետո երեխաներին փաստորեն առանձնացրեցին, ինչը փոխվեց։ Եվ ում առանձնացրեցին, ինչ միջավայր տեղափոխեցին, ինչ պայմաններում պետք է աշխատեն։ Եվ նույնիսկ ինչու պետք է դրա մայրը համաձայնվեց, որ այսինքն եթե ժամանակին ինչ որտեղ միջամտություն այնային ծնողների կողմից, եթե մայրը իր վշտի հետ համաձայնվեց իր երեխաներից հեռու մնալ, նշանակում է ժամանակին էլ այդ կինը կարող էր իր համաձայնությունը տալ։ Ավելին այդպիսի թշվառ վիճակում
կան հենց կողքին ապրող այլ մարդիկ, այլ ընտանիքներ եւ այլ երեխաներ, եւ մենք բացարձակապես չենք կարողանում որևէ գործողություն անել այսօր եւ տեսնում ենք, որ չկա ռազմավարություն, պետության կողմից մշակված երկարաժամկետ նպատակային ծրագիր, Ինչից պետք է սկսենք, քանի որ փոքրիկ Տիգրանին մենք հիշեցինք, ցավով ենք հիշում, որտեվ լուսավոր մի մանուկի մասին է խոսքը, երեխա, որը ընդ որում երբ տարբեր միջև հոր, այսինքն հայտնաբերեցին, որ հայրն է այդ ամենը կատարել, բոլորս էլ պատկերացնում ենք, որ այդ երեխան ինչ որ միտեղ մենակ է, վախենում է, մի խոսքով սոված է, քաղցած է, հասարակությունը համախմբվում է այդ օրերին, նույնիսկ այդ փրկարական աշխատանքներին ինչպես էին մասնակցում։ Ինչու է այդ հասարակությունը խուսափում այդ երեխաների կյանքում ունենալ մասնակցություն, ներկայություն, երբ նրանք դեռ այդ կենթանի վիճակով այդ պայմաններում են։ Տեսեք, թեկուզ հարևանները խոսում են, բայց հարևանը չի կարող, չէ, այդ մասին պատկան մարմիներին բարձրաձայնել։ Բայց սա եւս շատ կարևոր խնդիր է, որովհետեւ այո, մենք չունենք առանձին հերթին ոչ միայն հատուկ ծառայությունների, այլ նաև սոցիալական ընդհանուր ծառայությունների նկատմամբ հանրային որևէ վերահսկողություն։ Մարդիկ չունեն որևէ շարժարիթ առնվազն համագործակցելու, լինելու ակտիվ քաղաքացի, իրաց զեկված են եւ կարող են ինչ-որ մի բան անել, ոչ, այս ամենը չի ապահովում եւ որևէ օղակում եւ որևէ քայլում եւ փուլում այսպիսի իրավիճակների։ Այսինքն մենք ոչ միայն օրինակ մանկապարտեզում կամ դպրոցում հենց երեխաներին չենք սովորեցնում այդ կանոնները, այլ նաև մենք արդեն հասուն հասարակություն ունենք, հասուն տարիքի, որոնք ուղղակի չգիտեն որևէ շրջակա միջավայրի անվտանգություն, բացարձակ որևէ, այսինքն եթե մենք չգիտենք անգամ վարվեցողություն դիցուկ հոսանքի, կրակի կամ ինչ-որ այլ մենք միայն գիտենք, որ եկեք մոտիկ չգնանք մի բան կլինի, բայց եթե քո կողքը մի բան լինի, դու ոչինչ չես կարող անել, կամ անելու ես գործողություններ, որոնք վտանգելու են եւ քեզ, եւ շրջապատդ։ Այս է խնդիրը, եւ մենք ոչ միայն շտապ գիտեք, պետությունները, որտեղ ժողովուրդները արդեն անցել են պատերազմական գործողությունների միջով եւ ավելի վատ քան պատերազմը քո նկատմամբ միակողմանի այսպիսի ագրեսիվ գործողությունները, երբ որ դու կորցնում ես մարդկային կյանքեր ոչ թե տասնյակով, այլ հարյուրով, դու չես կարող չմտածել այդպիսի նվազագույն իրավիճակի մասին։ Ամեն մի մարդ մեզ հատկապես երեխա մեզ համար շատ կարևոր է։ Տեսեք, քանի որ հանրության մասնակցություններ ենք այստեղ մենք քննարկում, հարևաններն ասում էին, որ խելոք ընտանիք են, ընդ որում ոստիկանությունն էլ ասաց, որ այդ ընտանիքից երբեք ահազանգ չի եղել, որ վեճեր են, կռիվներ են, մենք գնանք միջամտենք, հանգիստ խաղաղ ժողովուրդ են եղել, իրանց համար ապրել են։ Հարևաններն ինչ էին ասում, որ եթե կարողանում եք ինչ-որ մի բանով օգտակար եղեք, բայց մի այս ընտանիքի մասին վատ բաներ խոսեք։ Հիմա փաստորեն ընտանիք ապրել է հանգիստ, խաղաղ, գումարները ստացել են։ Այդ դեպքում հիմա եկեք հասկանանք, ինչու եղավ այս դեպքը, որ պատկան մարմինների բաց թողման արդյունքներ սա։ Նախավարիչ պետք է միանշանակ պնդել, որ ամեն բռնություն չէ, որ անպատճառ պետք է շատ երևացող լինի շրջապատի համար, հատկապես հարևանների։ Դա մեկ։ Երկրորդին բացարձակապես պարտադիր չէ, որ դա լինի ընտանեկան բռնության արդյունք եւ ոչ միայն ապացուցված չէ, դեռ երևի երկար ժամանակ կլինի անցնելու, որ դա հենց ընտանիքի խնդիր է։ Իհարկե ոչ։ Ամենևին, դա ուղղակի այն հետևանքներն են, որոնք մեզ թույլ են տալիս եզրակացնել, որ կա շղթա գործողություններ, որոնք այո, հանգեցրել են ինչ-որ պատճառահետևանքային կապի։ Միանշանակ է, որ պետք է ինչ-որ մի պատճառ լինի, եւ դա պատահականություն չէ։ Այլ է խնդիրը, որ մենք միթե բազմազավակ կամ ցանկացած անգամ մեկ երեխա ունեցող ընտանիքների նկատմամբ, ովքեր նպաստառու են կամ կյանքի դժվարին պայմաններում են, պետք է դիտարկենք որպես սոցիալական ապահովության ինչ-որ մի օղակ, որտեղ ամեն ինչ ապահովեցինք եւ գնացինք։ Իհարկե ոչ, ավելին, եթե որևէ աջակցության
սոցիալական ինչ-որ նպաստների կարիք չունեցող ընտանիք է, միևնույն է, այդտեղ երեխաների վիճակը պետք է լինի պետության հոգացության եւ վերահսկողության ներքո, պետք է արվեն կանխարգելիչ գործողություններ։ Այսինքն միջոցները տվեցին, դրանից հետո պետք է գային, տեսնեին ինչ պայմաններում էին աշխատում։ Այո, եւ երեխաները պետք է երեխաներին այդ ժամանակ տեղափոխել ինչ որտեղ այդ հոգեբանական, տեսեք, ցավալի է, բայց ասում են, եթե չլսող եւ չխոսող երեխայի հետ աշխատեն մի փոքր, հնարավոր է նրա խոսքը բացվի։ Եվ պետք է հասկանալ միանշանակ, ով է ասել, որ այդպիսի երեխաները, որոնք որ ունեն կամ չունեն հատուկ կարիքներ, պետք է լինեն լուսանցքից դուրս։ Ում հոգացության ներքո պետք է լինեն եւ ով ասել, որ 5 տարեկան երեխան, ով ունի օրինակ լսողության խանգարում կամ ինչ որ մի խախտում կամ ինչ որ մի խնդիր, պետք է չկարողանա այդ տարիքին համապատասխան իրենց նորմալ բնութագրող ժեստերով լեզվին իմանալ, չկան։ Արդեն հաջորդ տարի պետք է դպրոց հաճախեր, այսինքն եթե դեպքը չլիներ, երեխայով զբաղվող չէր լինելու։ Եվ ով է ասել, որ հիմա զբաղվելու են, այսինքն արդյոք այդ զբաղվելը բավարար է, եւ թե միևնույն է դա պետք է լինի ինչ որ հատուկ զարգացման կենտրոնում, որ դա լինի, իհարկե ոչ, դա պետք է լինի այդ երեխայի սովորական առօրյան, որովհետեւ հատուկ կարիքներով երեխաները պետք է ավելի լինեն մեր հոգացության ներքո։ Ինչու՞, որովհետև նրանք պետք է լինեն ունենալով հնարավորություններ մեզ այնպիսի բացարձակ հավասար հնարավորություններով քաղաքացիներ, որոնք կարողանան իրենց եւ հոգսը հոգալ եւ կարողանան իրենց իրացնեն այդ հասարակության մեջ։ Չէ՞ որ դա մենք իրենց իրոք չենք անում ինչ-որ հատուկ ծառայություն, որ եկեք ինչ-որ բանով զբաղվենք, ոչ, մենք հասարակությունն ենք դրանով ամրապնդում։ Սա է խնդիրը, մոտեցման խնդիրն է, ոչ թե մեկ փոքրիկ երեխայի մենք կերակրեցինք, այլ մենք մեր ապագա եւ ներկա քաղաքացուն ապահովեցինք որպես այդպիսի միջավայր, որտեղ ինքը զարգանում է, ապրում է նորմալ։ Հիմա փորձենք արդեն հասկանալ, ամեն անգամ ասում ենք այս դեպքից պետք է այս դասերը քաղենք եւ դասերը կարծես թե քաղում ենք, թե չեն քաղում, հետո դեպքերն են ցույց տալիս։ Հիմա դուք այս ոլորտում բավականի երկար տարիներ եք, շատ խոսել եք, հիմա ինքներդ էլ գյուղական միջավայրում շատ եք լինում։ Ինչից պետք է սկսել եւ ուր պետք է գնալ։ Իհարկե նորից ենք կրկնվում, բայց ստիպված ենք։ Տեսեք, նախ այո, դա կրկնություն չէ, որովհետև եթե դա մեր մեջ չի ամրապնդվել, մենք դա պետք է անընդհատ ասենք նախ հասարակության համար, որովհետև ինչպես տեսնում եք, ինքնակազմակերպումը շատ ավելի կարևոր դեր ունի մեր կյանքում եւ ցույց է տալիս վերջին տասնյակ տարիների մեր պատմությունը, բայց մյուս կողմից էլ մենք պետք է հասկանանք, թե ինչպիսի զուգահեռաբար գործողություններ պետք է արվեն, օրենսդրական դաշտ, ռազմավարություն, գործնական քայլեր, պատասխանատուների ընտրում եւ այլն, այս ամենը չի կարող լինել հերթականությամբ։ Այս ամենը հնարավոր է անել միայն զուգահեռաբար եւ այո, միջգերատեսչական բնականաբար համագործակցության հիման վրա, երբ մի բան է լինում, մեկը մյուսի վրա գցելով օրինակ ոստիկանությունը, համայնքը առողջապահությունը, գուցե նաեւ ինչ որ գիտահետազոտական հաստատություն։ Չի լինում այդպես։ Ընկերներ, մենք բոլորս դրա համար պատասխանատու ենք, բայց միանշանակ գործողություններ անողը չի կարող լինել հասարակությունը, անգամ քաղաքացիական հասարակությունը, անգամ հասարակական կազմակերպությունները չեն կարող ստանձնել այդ պարտականությունը, որովհետև դա պետության պարտականությունն է եւ պետության լիազորությունն է, ավելին քաղաքացիները սովորաբար չպետք է խառնվեն նման գործերին, միայն խորհրդատվական հանրային լսումների կամ այսպիսի մասնագիտական պատասխանատվության ենթարկվել, մենք դրա մասին պետք է իմանայինք։ Ավելին մեր տարիներ շարունակ աշխատանքը ցույց է տվել, որ այն սոցիալական ծառայությունը, որը որ պետք է ունենա իր բազմակողմանի նշանակությունը հասարակական կյանքում եւ դա չպետք է միայն ներառի զուտ օրինակ միայնակ տարեցներին, հաշմանդամներին, երեխաներին, հատուկ կայքներով մարդկանց, ընտանեկան բռնության զոհերին կամ կյանքի դժվարին պայմաններում հայտնվածներին, այլ պետք է ունենա նաև շղթայական կապը, որը ապահովելու է այդ միջգերատեսչական համագործակցությունը, այսինքն առողջապահության նախարարությունը կապվելու է սոցիալականի հետ, դա կապվելու է մարզպետարանների կամ այն համայնքների հետ կամ եւ այլն մինչեւ արդեն մեկ առանձին վերցված քաղաքացի։ Նկատի ունեք, որ մի քանի շղթա այստեղ ենթարկվել պետք է ենթարկվեն պատասխանատվության։
Եվ ավելին, եթե այս դեպքով ոչ ոք պատասխանատվություն չկրի, եւ եկեք թողնենք մի կողմ, որ ես համոզված եմ, որ չի կրի, բայց եթե այս դեպքով որևէ մեկը կրկին պատասխանատվություն չկրի, մենք ունենալու ենք ոչ միայն այդ դեպքերի կրկնություն, այլ ավելի սրացում եւ ավելի հաճախ են լինելու այդ դեպքերը։ Եվ սա շատ խորը սարսափելի իրավիճակ է մեզ համար։ Գիտեք, մենք անընդհատ ենք խմբային ցածման մեջ, բայց կարելի է արդյոք գոնե մեկ գործում ունենալ հաջողություն եւ ապահովել երեխաների բազմակողմանի անվտանգությունը։ Մենք դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո արդեն ամփոփենք մեր հաղորդումը։ Հարգելի հայրենակիցներ, գովազդների եթերում հետևեք, կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն ամփոփող, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է իրավապաշտպան Նարե Արամյանը եւ մեր այսօրվա քննարկման թեման է, թե որքան են մեր երեխաները ընտանիքում պաշտպանված եւ հասարակության մեջ, նրանց անվտանգությունը որքանով է ապահովված։ Հիմա եթե ամփոփենք փոքրիկ Տիգրանի դեպքը եւս մեկ անգամ ահազանգ էր, որ ամեն ինչ իր տեղում չէ, ամեն մեկը չէ, որ իր տեղում է, բայց արդյունքում տուժում են փոքրիկները։ Եվ փոքրիկների դեպքը պատահելուց հետո նույն այդ հասարակությունը, նույն այդ գերատեսչությունները, ովքեր պետք է զբաղվեն, մի որոշ ժամանակ սգում են, մի որոշ ժամանակ մեկը մյուսին փորձում է մեղադրել, արդյունքում հանդարտվում է եւ ինչպես դուք եք ասում, եթե չեն կրում պատասխանատվություն, դեպքերը կրկնվում են։
Հիմա եթե ընդհանուր ամփոփենք, այստեղ խոսեցինք սոցիալական աշխատողների, մարզպետարանը պետք է իր տեղում լիներ եւ ինչպես դուք եք ասում, միայն կուշտ լինել կամ շոր հագնելով չէր նշանակում, որ երեխաների առողջական խնդիրներով ով էր զբաղվում։ Գիտեք, ընդհանրապես շատ կարևոր է անդրադառնալ, արդյոք մենք ունենք առնվազն օրենսդրորեն նվազագույնը որևէ կերպ սահմանված եւ պետք է այստեղ ասենք տարօրինակ չէ, որ ունենք։ Գիտեք, եթե մենք չենք հասկանում, որ մինչև 18 տարեկան առողջապահական առնվազն առաջնային որևէ օղակ պետք է նույնպես պատասխանատվություն կրի համայնքում իրեն վստահված երեխաների առողջության մասին եւ ինչը եւս նույնպես հնդածած բացահայտելու այդ թվում եւ անվտանգության խնդիրները, այդ թվում հոգեբանական դժվարությունները եւ այլն, ապա պետք է ասել ինչն է խնդիրը, որ առնվազն մանկահասակ գոնե միջև 6 տարեկան երեխաների խնդիրները նույնպես որևէ կերպ վստահված չեն եւ չեն իրականացնում նույն այդ խոսող, չլսող երեխան։ Ինչ պետք է մենք անենք, որպեսզի նման առանձնահատկություններով երեխաները նույնպես կարողանան ունենալ իրենց նվազագույնը եւ այո, մենք ստիպված ենք կրկնելու, որ նվազագույնը դա միայն սնունդը եւ քնելու տեղը չէ։ Դա ոչ միայն անձնական հիգիենայի խնդիրներն են, այլ նաեւ տարրական անվտանգությունը, երեխաների զարգացման ապահովման համար նվազագույն հնարավորությունները, ուղեկցող այն աշխատակիցները, որոնք պետք է լինեն եւ համայնքում եւ այլ ծառայությունները, որոնք պետությունը պետք է ապահովի անգամ ամենահեռավոր եւ ամենափոքր գյուղում։ Եվ մինչ մենք չենք պատկերացնում, որ պետք է այդ ամբողջը լինի շահ կապված, մենք առանձին արված գործողություններով, առանձին բարեգործական Նարեկ նախագծերով։ ճիշտ եմ հասկանում, այդ որ ասում եք միջգերատեսչական օղակները պետք է համատեղ աշխատեն, ես ճիշտ եմ ձեզ հասկանում։ Այսինքն, եթե երեխային այդ ամիս պետք է տանեն օրինակի համար բժշկական զննման, եթե այդ զննմանը չի գնում երեխան, պարտավոր է այդ օղակը ահազանգել մարզպետարան կամ համապատասխան բաժին, որ երեխան ուր է։ Այսինքն, մեկը մյուսին ահազանգելով իրենք այդ աշխատանքները պետք է կատարած Այո, եւ այն դեպքերում, երբ հնարավորություն չի լինում երեխաներին ֆիզիկապես տեղափոխել, ապա դա պետք է լինի տնայցի միջոցով, եւ դա չի կարող կրել տարին 1 անգամ Իսկ մի եթե բնում։ մեզ լսողները օրինակ այդ գերատեսչությունները ասեն, իսկ դուք ինչի՞ց եք տեղյակ, մենք անընդհատ գնացել ենք։ Ես որպես շարքային քաղաքացի կասեմ հետեւյալը. եթե գնացել եք, ինչու էր այդ 5 տարեկան երեխան դեռ ոչ խոսում եւ ոչ լսում, այն դեպքում, երբ տեղափոխելուց հետո կար տեսակետ, որ երեխայի հետ աշխատելուց հետո հնարավոր է նրա մոտ այդ ամենը վերականգնվի։ Ես ավելի հեռուն կգնայի եւ չէի Գուցե ցանկանում արել է, գուցե իրենց պատկերացմամբ են արել, գուցե Հենց սա է խնդիրը, եւ եթե մենք չենք տեսնում, որ այդ ընտանիքում կա խնդիր, ուրեմն այդպիսի մարդիկ չպետք է Որում ասում են աշխատեն։ փաստաթղթերով հոր մասին էլ են խոսում, որ չկա նման բան, այդ մարդը Առավել եւս եւ նորից կարող ենք կրկնել այդ նույն բաները մարդկանց համար, որովհետեւ իրենք պատկերացնեն ընկերներ, եթե դուք չեք կարողանում, չեք նկատում, չեք կարողանում կանխարգելել այդպիսի խնդիրները եւ ձեզ համար այդտեղ խնդիր չկա, ուրեմն դուք չպետք է աշխատեք այդ ոլորտում, որովհետեւ մասնագետը կտեսնի։ Իրականում ընտանիքը մասնատվեց։ Եվ հələ մենք դեռ չգիտենք այդ ընտանիքի հետագա ճակատագիրը ինչպիսին կլինի, երեխաները միտեղ են մայրը, միտեղ հայրը անազատության մեջ։ Այս ընտանիքի պատմությունը կարող է փակվել եւ ոչ ոք չիմանալ թե հետևանքները ինչպիսին եղան։ Մեր հասարակության մեջ ընդունված է ընդհանրապես այդպիսի դեպքերի մասին մոռանալ, հաշվի առնելով, որ գիտեք, հիմա տեղեկատվությունն է շատ տարածված եւ մենք իմանում ենք այդ դեպքերի մասին։ Կարող են լինել ժամանակներ եւ եղել են այդպիսիք, երբ որ մենք դրանց մասին չէինք էլ իմանա եւ չէինք կարողանա անգամ քննարկել, որպեսզի կարողանանք հիվանդությունը հանել հենց հասարակության միջից, բայց այո, այսպիսի դեպք հնարավոր է, բայց մենք պետք է աշխատենք այդ ընտանիքի կամ վերամիավորման, առողջացման, մոր եւ երեխաների կամ հետագայում նաեւ արդարացման դեպքում հոր եւ երեխաների, ընդ որում աշխատող կիններ, այո, այդպիսի այնքան տարբերակներ կան, հասկանում եք, վարկածները շատ կարող են լինել, բայց մենք այսօր պատրաստ չենք եւ որևէ վարկածի իրականացմանը, որովհետեւ չենք ապահովել նման իրավիճակների կանխարգելման նվազագույն պայմանները։ Ես եւ դուք մեղավոր ենք այդ ընտանիքի այս ողբերգության մեջ։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի ընդհանրապես
մեղավորը չեմ կարող ասել, բայց պետք է իրեն պատասխանատու զգա այսպիսի իրավիճակների համար։ Գիտեք, որովհետև եթե մենք չենք կարողանում որպես հասարակություն ձևավորվել, դա նաև մեր յուրաքանչյուրի խնդիրն է։ Չասեմ, որ միշտ էլ ասում ենք, որ մենք արժանի ենք այն ամենին, ինչ ունենք, դա պատահական խոսքեր չեն, բայց այո, մենք պատասխանատվություն կրել չենք կարող, բայց պարտավոր ենք պահանջել պատասխանատուներից պատասխանատվության ենթարկել այս միջադեպի շուրջ բոլոր մասնակիցներին։ Նարեկ ձեզ կթույլատրեն այդ երեխաների հետ հանդիպել, հաշվի առնելով ձեր տարիների փորձը, աշխատանքը, եղել է նման ցանկություն դուք ինքներդ էլ ձեր այդ ամիջական օգնությունը եւ աջակցությունը տակ այդ ընտանիքին։ Գիտեք, իրական մենք շատ ընտանիքների հետ ենք այոտայներ շարունակ աշխատել, մենք տեսել ենք բազմաթիվ հիանալի օրինակներ եւ տեսել ենք նաեւ շատ վատ, տապալված օրինակներ։ Ես չեմ կարծում, որ մենք առանձին մեր մասնագիտական կամ փորձագիտական խմբով կկարողանանք հենց այս ընտանիքին օգտակար լինել անմիջապես, բայց մենք կարող ենք այսպիսի իրավիճակների վերլուծության եւ խնդիրների լուծման համար լինել օգտակար։ Իսկ այս երեխաների հետ պետք է աշխատեն նախ եւ բժիշկները, եւ հոգեբանները, եւ ընդհանրապես պետք է ստեղծվի այնպիսի մթնոլորտ, որպեսզի հնարավոր լինի, որ երեխան անձնապես եւ ընդհանուր առմամբ իրավիճակային նրա ընտանիքը կարողանա ուղղակիորեն ամբողջությամբ հաղթահարել։ Իսկ որոշումը ձեզ համար ընդունելի է երեխաներին տեղափոխել հենց անմիջապես մայրը համայնքը թողեց այդ որոշումը ընդունելի որոշում։ Այստեղ հենց այն խնդիրն է, որ իսկ որն է այլ տարբերակը։ Գիտեք, մենք տարբերակներ էլ չունենք։ Տեսեք, մեզ թվում է, որ մայրը պետք է երեխաներին գրկում հավաքեր, իրանք միասին պետք է մխիթարվեին, իրանք այդ վիշտը պետք է համատեղ կարողանային հաղթահարել, բայց արդյունքում առանձնացան, տեղափոխվեցին, որպեսզի ավելի անվտանգ լինեն։ Եվ եթե լիներ այդպիսի նկարագրված ընտանիքը, որտեղ ամեն ինչ նորմալ է եւ պատահաբար ինչ որ մի դեպք է տեղ ունեցել եւ մարդիկ պետք է միասնաբար կարողանան հաղթահարել, այդպես էլ կլիներ, բայց սա այդ դեպքը չէ, ես համոզված եմ։ Եվ այո, բոլորին այստեղ պետք է օգնություն եւ առաջին հերթին մորը, ով կարողացել է անգամ իր երեխաների բարօրության համար, եթե գիտակցել է, իսկ եթե չէ, ապա իր գոնե անձի անվտանգության համար կարողանալ աշխատել։ Մենք մայրիկին մեր աջակցությունը, մեր ինչ ասեմ, ամեն դեպքում ոչ չի կարող եւ ոչ քննադատել, ոչ խոսել, ամեն մարդ պետք է զգա, թե իր տեղը որտեղ են նման իրադարձությունների եւ դեպքերի ժամանակ։ Հուսանք, որ երեխաները ուշքի կգան, հուսանք, որ մայրը կգտնի իր մեջ ուժ եւ նորից իր ձագերին կհավաքի իր շուրջը, որտեղ դա շատ սարսափելի աղջիկը 12 տարեկան երեխաներից մեկը հաշմանդամություն, մյուսը չի խոսում։ Ոսկի լույս երեխան արդեն իրենց հետ չէ։ Մի խոսքով դեռ հետաքննությունը ցույց կտա հոր հանդեպ կատարվող մեղադրանքները, մի խոսքով կհետևենք։ Շնորհակալություն եմ հայտնում Նարեկ, ցավում եմ, որ ամեն անգամ այս նման իրավիճակների ժամանակ ենք այս խնդիրների մաս ընդհանուր խոսում ենք, բայց միշտ դեպքերին հատուկ առանձնացնում ենք, որպեսզի հասարակությունը հասկանա, որ ոչ մեկ երաշխավորված չէ, որ նման իրավիճակը, իրադարձությունը իր տան շեմին չի դրել։ Բայց հենց կարևոր է մեր միասին լինելը, խոսելը, որտեղ միայն այդպես կարող ենք եւ ցավը հաղթահարել եւ փորձել դրան լուծումներ գտնել։ Լինենք հետևողական այս դեպքի հետ կապված, ինչպես դուք եք ասում, պետք է լինեն նաեւ վերին ատյաններում պատասխանատվության ենթարկված մարդիկ, որովհետեւ սա միայն ընտանիքի խնդիրը չէր։ Նաեւ այն մարդկանց, ովքեր պատասխանատվություն էին կրում այդ ընտանիքի անվտանգ լինելու եւ երեխաների զարգացման համար։ Շնորհակալություն եմ հայտնում եւս մեկ անգամ։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։